Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ լուրերն այսպիսինն են։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ ընդդիմադիր ուժերը կարող են համախմբել։ Նայած մենք ինչ ենք հասկանում համախմբելու տակ, ինչ ենք հասկանում։ Եթե հասկանում ենք, թե ինչքան ընդդիմադիր կա սաղին հավաքել, ասենց ասել, սաղը միասին է, տենց չի լինելու։ Մենք մեզ չխաբենք։ Կոնկրետ նպատակի շուրջ, այո, ես տեսնում եմ, որ հնարավոր է համախմբել։ Հնարավոր է որոշակի պայմանավորվածություններ ունենալ տակտիկական առումով։ Բայց որ ասես սա ասենց շատ տարբեր են, ստե եւ մոտեցումների հարց կա, եւ անկալումների հարց կա, եւ ազնական հարաբերությունների հարց կա։ Մեկ նպատակի գնալ, խաղի կանոններ ֆիքսել, իրար հետ պայմանավորվել, իրատեսական եմ համարում։ Հաջողության հասնողները հետո կոալիցիա կազմեն, միասին աշխատեն, այո։ Սա այն դասական մոդելն է, որը ամենտեղ աշխատում։ Հայկական համալսարանի ունկնդիրների եւ դասախոսների հետ հանդիպմանը նշել է երկրորդ նախագահը, պատասխանելով հարցին, թե այս պահին կա հնարավորություն ընդդիմադիր դաշտը համախմբելու եւ համատեղ պայքարի դուրս գալու ներկա իրավիճակի դեմ։ Աշխարհի ամենահեղինակավոր իրավապաշտպան կառույցներից մեկի Amnesty International-ի ներկայացուցիչները փաստել են, որ նախորդ տարի հունիսի 12-ին ոստիկանությունը ցուցարարների դեմ անօրինական ուժ է կիրառել։ 2024 թվականին մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում տիրող իրավիճակի մասին այսօր հրապարակված զեկույցի Հայաստանին նվիրված հատվածում իրավապաշտպանները նշում են. Վարչապետի հրաժարականի պահանջով ապրիլին եւ մայիսին տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանությունը մի քանի անգամ անօրինական ուժ է կիրառել։ Հունիսի 12-ին Երևանի կենտրոնում բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ սահմանազատման դեմ բողոքող ցուցարարների միջեւ։ 101 մարդ վիրավորվել է, այդ թվում ոստիկանության 17 աշխատակից։ Տարածված տեղեկությունների համաձայն 98 մարդ ձերբակալվել է, նրանցից առնվազն 15-ին հետագայում հասարակական կարգը խախտելու եւ խուլիգանության մեղադրանքներ են առաջադրվել։ Ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ օրինականության վերաբերյալ հետաքննության արդյունքում իրավապահներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։ Իրավապաշտպանների խոսքով նախորդ տարվա գարնանը սկիզբ առած ցույցերի եւս մեկ առանձնահատկությունը լրագրողների դեմ ճնշումներն էին։ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ազատության հրապարակից կհանի վրան է։ Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց խորհրդի անդամներից Նժդեհ Իսկանդարյանը։ Ուրեմն տեղեկացնեմ, որ 3 հանդիպում ենք ունեցել փոխվարչապետի գրասենյակի պատասխանատուի հետ, ով փոխանցել է փոխվարչապետի Տիգրան Խաչատրյանի ուղերձը եւ իրենց դիրքորոշումը վաղը ուրեմն տեղի ունենալու արտահերթ կառավարության նիստ նրանք ոչ միայն երկարաձգելու են 2 ամսով 40,000 դրամ աջակցությունը, որոնց մասին բավականին երկար ժամանակ է խոսացել ենք, այլ ընդունել են այն պահանջները, որոնք որ խորհուրդը ներկայացրել է կառավարությանը, պատրաստ են բարելավել եւ մենք թղթի վրա ներկայացրել ենք այն բոլոր կետերը, որոնք որ բարելավման կարիք ունեն։ Իսկանդարյանը նաև նշեց, որ միևնույն ժամանակ ընդունել են, որ աջակցության այս ծրագրերը չեն գործում եւ խնդրել են իրենց կարծիքը եւ իրենք էլ ներկայացրել են իրենց ծրագրերը։ Առաջիկայում համատեղ աշխատելու ենք եւ 10 օրվա ընթացքում խորհուրդը հանրությանը ներկայացնելու է կատարած աշխատանքի մասին, որից հետո մեր հայրենակիցները կգնահատեն մեր աշխատանքը եւ եթե կարիք լինի երկրորդ հանրահավաք անելու, մենք կաշկանդված չենք եւ գնալու ենք այդ քայլին։ Նյութ է կանում թաղապետին մատուցում վրեն կողմ Էսրոպի լսի ես կով վրեն արա դեք տենանք արա վրե տարա լսի այ լսի որնա տեժակ պայմանավորվեք տենանք իրակ այդ թիտ պատասխան ես տալու այ համբալ ոնց որ իշխան դեպքից շպտացինք լավը զգացինք ոգևորվել արա այ համբալ հեսա տենայ հալը ինչ ալնելու արա կար լխելու եմ քեզի այ համբալ քեզի դրել ես տեղ ժամ կացես տեղամ արա քեզ որ դնում ես Բլոգեր Արթուր Չախոյանն այսօր հրապարակել է Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի հայոյանքներով ու սպառնալիքներով լի ձայնագրությունը, որոնք ուղղված էին իրեն եւ ավականուն դիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանին։
Ցայնագրությունում լսվում է նաև Չախոյանի պատասխանահայոյանքը, ինչպես ավելի վաղ հայտնել էր բլոգեր Արթուր Չախոյանը, Թալանը բացահայտող տեսանյութի հրապարակումից հետո Նոր-Նորքի վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը զանգահարել է սպառնացել եւ իրեն եւ ավականու անդամ Մեսրոպ Մանուկյանին։ Տիգրան Ավինյանը արդարացրել է Նոր-Նորքի ղեկավարի պահվածքը, նշելով, որ բոլորի նյարդերն էլ կարող են տեղի տալ։ Այն պահի դրությամբ, երբ արդեն անցնում են անձերի բարոյականությանը վիրավորանքների, կներեք բոլորն էլ մարդ են, բոլորի նյարդերն էլ կարող են տեղի տալ, ու մի բանի էլ մյուս կողմը ասի, մի բան էլ ավելացի։ Ու սրանից հետո ժողովուրդ ջան, կներեք ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ, ով մտածում է, որ ինքը անձ վիրավորելով պատասխան չի ստանա, չարաչար սխալվում է, ասաց Ավինյանը, խուսափելով պատասխանել հարցին, թե ինչու իր հայրը, ով օպերի վարորդներին համբալ էր անվանել, անգամ դատականիցներին չի ներկայանում։ Մոսկվայում ադրբեջանցիների սադրիչ հայտարարություններն արժանի պատասխան են ստացել։ Ադրբեջանական պատվիրակությունը Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության կազմակերպած միջազգային սիմպոզիումը փորձել է վերածել հակահայկական հարթակի, սակայն խայտառակ ձևով ձախողվել է։ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւ Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն իրենց ելույթներում պատռել են Ադրբեջանի ֆաշիստական դեմքը եւ միջազգային լսարանին ներկայացրել Բաքվի բռնապետական ռեժիմի պատերազմական հանցագործություններն Արցախում։ Այս իրողությունը հունից հանել է Ադրբեջանում իշխող Նոր Ադրբեջան կուսակցության ներկայացուցիչներին, ու չնայած ադրբեջանական պատվիրակությունը տեղից փորձել է ընդհատել ելույթները, հայ պատվիրակներն իրենց խոսքը տեղ են հասցրել մինչև վերջ։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլիի գլխավորած պատվիրակությունը։ Կառավարության ղեկավարը ողջունել է Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան եւ եւս մեկ անգամ շնորհավորել Միխայիլ Կավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։ Միխայիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմհյուրընկալության համար եւ նշել, որ մեծ պատիվ է գտնվել հարևան երկրում առաջին անգամ որպես Վրաստանի նախագահ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Վրաստան համագործակցության օրակարգային տարբեր հարցեր, որոնք վերաբերել են տնտեսության, զբոսաշրջության, ենթակառուցվածքների, կրթության եւ այլ ոլորտներում համատեղ ծրագրերին։ Կողմերը կարևորել են բարձրաստիճան փոխայցելությունների ինտենսիվ բնույթը, համոզմունք հայտնելով, որ ակտիվ երկխոսությունը նոր ազդակ է հաղորդում փոխգործակցության խթանմանը բոլոր ոլորտներում։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը ի նպաստ տարածաշրջանում երկարատև խաղաղության ապահովման։ Երևանում գործող Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը, որն ըստ էության Արցախի կառավարության սեփականությունն էր, անցել է Հայաստանի Հանրապետության կառավարության տնօրինմանը։ Փաստինֆոյի տեղեկություններով դեռ 5 տարի առաջ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը շենքը $800,000 գրավադրել էր Արցախ բանկում։ Ինչպես հայտնի է, նախորդ շաբաթ ազգային ժողովը տևական քննարկումներից հետո լրացումներ կատարեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում, ինչպես նաև իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում դրացումներ կատարելու մասին օրենքում։ Ըստ այդմ Լեռնային Ղարաբաղում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը ժամանակ էր տրված, որպեսզի դրանք վերագրանցվեն Հայաստանի Հանրապետությունում իրենց աշխատանքը շարունակելու համար։ Հարցեր առաջացել այն գույքերի հետ կապված, որոնք Հայաստանի Հանրապետությունում են եւ որևէ ձևով ծառաբեռնված են գոյություն ունեցող պարտավորություններով։ Փոփոխությունների հիմնական թեզն այն է, որ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում գտնվող գույքերը շարունակում են ունենալ գրավի առարկա, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը գնել է որոշ պարտավորություններ, ապա այդ գույքերի գրավի տեսանկյունից գույքերի նկատմամբ իրավունքները փոխանցվում են կառավարությանը։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև հիշեցրել է, որ Արցախյան 44-օրյա պատերազմը սկսելուց հետո ինքը երրորդ օր արդեն Արցախում էր, սակայն այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանը հրաժարվել է իր հետ հանդիպել։ Երկու շաբաթ եղել եմ Ղարաբաղում եւ ասեմ իմ գնալուց հետո ուղակի երկրորդ օրը ես դիմում էի եւ Բակո Սահակյանին եւ Արգադի Ղուկասյանին հանդիպենք Արայիկ Հարությունյանի հետ։ Իմ հիմնական մեսիջը հետեւյալն էր՝ անել ամեն ինչ պատերազմը կանգնեցնելու համար, պատերազմի ամեն օրը բերելու էր ավելի մեծ խնդիրների, որովհետեւ պատրաստ չենք։ Այս ձևով փոփոխված այս իրավիճակում հաղթանակ չենք ունենալու։
Այն ժամանակ Արայիկ Հարությունյանը ասաց, որ եթե հանդիպեմ Քոչարյանի հետ, Փաշինյանը ինձ կուտի, բառացիորեն սա ինձ փոխանցել է Բակո Սահակյանը, Ղարաբաղում ունեցանք այն, ինչ ունեցանք, ասել է նա։ 3 ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Լոռու մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի յուղերից մեկի տանը երեխայի դիկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։ Նշված տանը քրեական ոստիկանները հայտնաբերել են 4-ամսական Գեղամ Ֆեյդին։ Դեպքի փաստով քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ նախնական տեղեկությունների երեխայի մայրը ժամը 17:00-ի սահմաններում տղային կաթ է տվել, ապա գնացել աշխատանքի, ով որպես կտվորուհի աշխատում է անասնագոմերից մեկում եւ ժամը 21:50-ի սահմաններում վերադառնալով տուն երեխային հայտնաբերել է մահացած։ Շամշյան.com-ի փոխանցմամբ այսօր ապրիլի 29-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում ժամը 15:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում Արարատի մարզի բնակիչ 21-ամյա Ավետիս Խ-ն իր վարած Mercedes Մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երկու անչափահաս հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել եւ իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածներին տեղափոխել է Արտաշատ բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վրաերթի ենթարկվածների ինքնությունը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության, փորձաքննության, եղել է սթափ։ Կհանդիպենք վաղը, առողջ եղեք։